Արարատ բանկը եւ Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը կնքում են հերթական վարկային պայմանագիրը։ $25 միլիոն վարկային պայմանագիրը ստորագրում են Արարատ բանկի վարչության նախագահ Մեհեր Անանյանը, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի FMO-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Ռուհի Քոսգուն։ Արարատ բանկի եւ FMO-ի համագործակցությունը տարիների պատմություն ունի։ 10 տարիների ընթացքում կնքվել են շուրջ $100 միլիոն վարկային պայմանագրեր։ Հերթական պայմանագիրը, որ կնքվեց այսօր, դա $25 միլիոն ներգրավված միջոցներ են, որոնք ուղղվելու են երկու հիմնական նպատակներով։ Մոտ մի 40%-ը կուղղվի կանաչ վարկավորմանը եւ 60%-ը կուղղվի սոցիալական անհավասարությունները հաղթահարող ծրագրերի իրականացմանը։ Արարատ բանկի համար այս պայմանագիրը ռազմավարական նշանակություն ունի։ FMO-ի հետ արդեն մեր համագործակցությունը 10 տարուց ավել, ըստ էության խարսված է արդեն լավագույն ավանդույթների հիման վրա եւ ստեղ ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլ նաեւ տեխնիկական աջակցություն, մասնագիտական առումով մեր աշխատակիցների վերապատրաստում, ավելի հարցերին ճկուն մոտենալու եւ ըստ էության մենք պատրաստում ենք ծրագրերի իրականացումը եւ վարկառուներին եւ աշխատակիցներին, որպիսի բոլորս միասին կարողանանք հաջողել։ FMO-ի ֆինանսական հաստատության ղեկավարը լիահույս է։ Տրամադրված նոր վարկը կնպաստի բնապահպանական ծրագրերի, փոքր բիզնեսների եւ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացմանը մի երկրում, որտեղ բնակչության գրեթե 30%-ը գտնվում է աղքատության շեմին։ Մենք շատ գոհ ենք ծրագրի արդյունքներից, հակառակ դեպքում 10 տարի շարունակ վարկային միջոցներ չենք ուղղի Արարատ բանկին։ Մենք ուսումնասիրել ենք նաև նախորդ տարիների արդյունքները, դրանք իսկապես նպատակային են ծախսվել։ Մենք նաև ունենք հստակ ուղերձներ, որ նախորդ ծրագիրը, որ կոչվում էր Նասիրա, շատ օգտակար էր Արարատ բանկի հաճախորդների համար։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։